Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, մարտի 16-ին 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ժողովրդական երաժշտության և Պարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի համերգը նվիրված կանանց միջազգային օրվան։ Ժողովրդական երաժշտության և Պարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի մենապարուհի Սաթենիկ Ղազարյանն է մեր հյուրը և պարախմբի արտիստ Արթուր Հարությունյանը։ Բարի լույս։ Շնորհավորում ենք ձեզ Սաթենիկ։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես։ Շնորհակալ եմ, լավ անցավ ձեր մարտիութը։ Թանկ ծաղիկներ ստացաք նվեր։ Այդ խեղճ տղաները թանկ ու կրակ գնացին, գնեցին ձեր համար ծաղիկ, հուսամ դուք շնորհակալ եք եղել նրանց։ Մի բան է ինչի Սաթենիկի մոտ, ոնց որ ասում են էնտուզիազմ չկա ծաղիկների հանդեպ։ Լավ, ես էլ հարցնեմ ու նոր անցնենք, հա, ձեզ համար իրականում կա կանանց միամսյակ, թե կա մարտիութ ու անցանք առաջ։ Ինձ համար։ Այո, որպես տղամարդու։ Ընդունում եք այդ միամսյակը, որ կանայք իրենց համար որոշեցին, հորինեցին, ձեզ էլ դրեցին փաստի առաջ։ Դե միանշանակ ինքը գեղեցիկ տոն է, որ կապված գարնան հետ ինքը մի հատ այլ շունչ է բերում ձմեռվա այդ ցրտից հետո ու ես օրինակ սիրում եմ նվերներ նվիրել, հա, ինձ համար իմ հարազատներին աղջիկներին նվիրելը, իրանց ուրախացնելը այս առումով գեղեցիկ տոն է իմ համար։ Ապրեք։ Ես հա, հավանում եմ այդ տոնը լավն է։ Հետո ասում եմ երկու կին նստած արի ու ասա չէ, չեմ հավանում, ասում եմ ես հետևանքների մասին լավ եմ մտածում։ Անդրադառնալով իհարկե կանանց նվիրված այս գեղեցիկ համերգին, ինչ առանձնահատկություն է ունենալու, չգիտեմ, գուցե նոր համարներ են լինելու, որոնք երբևէ առաջ եք ունեցել ներկայացնելու։ Խնդրեմ։ Համերգում մեծամասամբ ընտրված են ավելի ուրախ, գունեղ ու տոնական տրամադրություն հաղորդող համարներ, չնայած կան պարեր, որոնք տևական ժամանակ դուրս էին մնացել մեր պարացանկից, մոտ 1 կամ 2 տարի, որոնք նույնպես արդեն կլինեն համերգային ծրագրում։ Հուսանք մեր հանդիսատեսը գեղեցիկ տոն կունենա այդ օրը։ Իսկ ոնց է հանրության այցելությունը առհասարակ լեփլեցուն դահլիճ է միշտ համերգների ընթացքում։ Ոչ միշտ, բայց ուրախալի է փաստը, որ երբեմն նկատում ենք նաև օտարերկրյա հանդիսատես ու դա ոգևորող է, որ տեսնում ենք այլ երկրից մեր մշակույթը իրենց հետաքրքրում է ու գալիս են մեր համերգների։ Այդպես։ Քան տարի է որ դուք պարում եք։ Մոտավորապես 5 Բարեկամությունը։ Մինչև այդ Մինչև այդ ավարտել եմ Պարվեստի ուսումնարանը, բալետային բաժինը 9 տարի սովորել եմ այնտեղ։ Բայց չդարձաք բալետի արտիստ, չէ՞։ Դաժան է իսկապես։ Դաժանության հարցը չէր այստեղ, ուղղակի արդեն կողմնորոշումներ ոճի առումով, գիտենք, որ բալետը ունի իր հստակ դիրքերը, գծերը ու այդ ամենը ինձ համար մի փոքր սահմանափակում է, այսպես ասած, իսկ բարեկամությունում այդ առումով շատ ավելի ազատ ես ու աշխատելու ու ինքդ քեզ զարգացնելու հարցում ինձ թվում է մի փոքր ավելի մեծ են հնարավորությունները։ Մենք ձեզ հետ Արթուր առիթ ունեցել ենք հանդիպելու այս տաղավարում։ Այո, սկսեցի հիշել։ Եղել եմ այստեղ։ Ահա, դուք քանի տարի է որ բարեկամությունում եք։ 3 տարի է արդեն ինչ բարեկամությունում ապրում եմ։ Ինտեգրվել եք արդեն։ Հա, ահագին։ Այո, ես ինքս իմ համար փոփոխություններ տեսնում եմ իմ կատարողականի հետ կապված, այսինքն երբ որ եկել եմ ու հիմա ես Քանի տարի է բայց ապրում եք։ 3 Ընդհանրապես, առհասարակ։ Արդեն 20 տարի, 2005 թվականից այսպես։ Սկսել եմ մուշ պարային։ Այսինքն անսամբլը այնուամենայնիվ էլի զարգացում մասնագիտական տալիս է։ Միանշանակ ես այդ փոփոխությունը ինձ վրա հաստատ զգացել եմ։ Բարեկամության խաղացանք այնքան լայն է, որ թե էմոցիոնալ ու թե տեխնիկական առումով պարողին զարգանալու ու աճելու մեծ պոտենցիալ է տալիս, քանի որ ունենք թե տարբեր ազգերի բնորոշ համարներ, թե հայկական, թե մոդեռն, այսինքն ուղղությունները շատ են այստեղ։ Առհասարակ Սաթենիկ հետաքրքիր է, երբ մենք խոսում ենք ազգային պարի մասին մեր, հա, ես չգիտեմ իհարկե ազգայինը հնարավոր է զարգացնել, այսինքն ինչ որ մենք ունենք Դրան պետք է պահել փայփայել, թե հնարավորություն կա զարգացնելու, որովհետև մենք զարգացման արդյունքում տեսել ենք շատ խեղաթյուրումներ, որովհետև ինչ որ սխալ տեղ է գնում, կամ եթե մենք ուզում ենք իրեն ավելի sense նորարարության մեջ տեղավորել, եթե գուցե հմուտ մարդու ձեռքում չի, ինքը խեղվում է, բայց դրա անհրաժեշտությունը կա, թե Երևի ես պատասխանեմ, եթե կարելի է ավանդական պարը ազգայինը, այդ մեր դիմագիծն է,
որ ով է հայը, այս առումով, այսպես ասած, հասցե է նաև, թե ով է հայը։ Դրա համար պահպանելու համար դիմագիծը պետք չի փոխել իրան։ Կորցնելու իմաստով պետք չի փոխել, այսինքն ինքը ունի իր տեղը, իսկ ինչ որ բեմականացվում է, այս ուրիշ բան է, այսինքն այն ունի իր տեղը, ազգային պարը միշտ պիտի ունենա իր տեղը ու լինի բարձր կետում, քանի որ սրանով մենք հայ ենք կոչվում։ Դրա համար պետք է կարևորել ու կարևորում եմ ավանդական համույթների գործունեությունը այս առումով, որպեսզի, այսպես ասած, ռոպագանդան ավելի շատ լինի, ազգային պարի նկատմամբ բոլորը իմանան, բոլորը տեսնեն, միջոցառումները մշակութային այսպես ավելի շատ լինեն, որպեսզի մեր ազգը չկտրվի ազգայինից, ուղղակի հիմքից։ Այն ինչ որ տեսնում ենք մշակումներ, շատ խմբեր են անում, ներկայացումը գեղեցիկ է, ընդունելի է, մենք էլ ենք անում, բայց նաև պետք է կարևորել ավանդական հիմքը։ Անշուշտ։ Հետաքրքիր է, քանի որ մենք ունենք այդպիսի էջ ազգային դիմագիծ ու հենց այսօրվա նյութը անդրադառնալու է հարսանիքներին, հետաքրքիր է, դուք վստահ եմ, որ ավելի հաճախ գուցե գործի բերումով արդյոք ունենում տեսնելու հայկական հարսանիքներ։ Մենք իրականում պահում ենք այն ավանդական հայկական հարսանիքի այդ դիմագիծը, թե մենք լրիվ չէ։ Չենք պահում։ Ինչ պիտի անենք, ինչն է պակասում։ Նախ եթե այդպես շատ խորը նայենք, հենց պարերի հերթականությունը եւ այլն, ինչ որ եղել է հարսանիքների ժամանակ, հիմա այլ ուրիշ բան է լինում, այսպես ասեմ, այսինքն այն ավանդական հիմքից էլի կորել է, թեկուզ պարային հերթականությունը։ Այն ինչ որ հարսուփեսի համատեղ պարը, արզումանի պարն է եղել օրինակ, հետո հարսին հանելու պարը, հարս խանե պարն է եղել, այսինքն եղել է հաջորդականություն, որը որ շատերը չի որ օրինակ տեղյակ են այս մասին անգամ, ու հարսանիքներում չի պահպանվել այս գեղեցիկ ավանդույթը, հարսը ամեն պար չէր պարում, ամեն մեկը չէր մասնակցում հարսանիքին, այսինքն դժբախտ մարդիկ, այսպես ասեմ, չէին մասնակցում հարսանիքին ու չէին պարում շրջանի մեջ հարսուփեսի հետ, որովհետև իրենք անհաջողություն էին բերում ըստ հավատալիքների, քանի որ իրենց ճակատագիրը վատ էր դասավորվել, այս ամեն ինչը կարևորվել է, բայց դե հիմա չկա ավանդական այս ամեն ինչը, կարծում եմ այդ էլի կապված է հայի դիմագծի հետ, որը պետք չէր կորցնել ինչ-որ առումով եւ օրինակ թեկուզ չգիտեմ ափսե կոտրելու արարողությունը, որ անում են զալերում, այսինքն հասցնացրահներում, այս սա ուրիշ խորհուրդ ունի, որ տան շեմքին պետքա կոտրել եւ մտնել չարը խափանելու քո տան շեմին, եւ այս ամեն ինչը մի քիչ ձևական բնույթ է արդեն կրում, որ եղել է կոտրելու արարողությունը, սա որտեղ կկոտրեն արդեն էական չի, բայց սա իմաստ ունի։ Այո, որ պետք է պահպանել։ Իրականում դե հա շատ բան է շեղվել, խեղվել, հիմա չգիտեմ ժամանակին համընթաց, բայց հետաքրքիր է, երբ դուք խոսում էիք այ հարսի պարի մասին, ես մի ժամանակ գոնե տենդենց կար, երբ հարսները նոր սկսել էին, ինքնուրույն այսպես պար բեմադրել եւ ներկայանալ այդ հարսի պարասվածի ժամանակ գոնե ինչ-որ համեստ բաներ կար։ Ինչ-որ տենց նույն շարժումներն էին անում, արդեն բոլորս ֆիքսել էինք։ Հիմա ինչ-որ ագրեսիվություն է մտել հարսների մեջ եւ իրենք որոշում են, որ այդ համեստությունից հետո մեկ էլ միանգամից պիտի երաժշտությունը փոխվի, իրենք այնտեղ սկսեն բրեյք դանս պարել, հիփ-հոփ պարել ու դու ուզում ես հասկանալ ի վերջո հարս բառի տակ ինչքան բան ենք, չէ՞ մենք տեսնում, որովհետեւ այդ հարսանիքին երևի միակ ուշադրության կենտրոնումը հարսն է իր զգեստով, իր կեցվածքով, ի վերջո պատուհանից անգամ նայում ենք հարսանիք տեսնելիս, մենակ հարսին ենք ուզում տեսնել, ոչ մեկ չի ուզում տեսնել ոչ բարեկամներին, ոչ էլ անգամ փեսային։ Բայց այսօր այդ հարսի կերպարն էլ է խեղվում, հենց հարսի կողմից, որովհետև հարսը ինքն է, չէ, որոշում է ինչ անի։ Ու հետաքրքիր է, այդ դուք երևի հաճախ առիթ ունենում եք, չէ, հարսների հետ աշխատելու, չգիտեմ, բեմադրելու, որ հարսը պարի։ Խորհուրդներ տալիս եք, որ օրինակ հարսի պարը պիտի լինի այսպիսին, որովհետև այս երգը սա է խորհրդանշում։ Առիթ ունենում եք հետները խոսելու, ինֆորմացիա տալու, գուցե երբ որ ստանան, տեղեկացված լինեն, հասկանան, որ լավ, ուրեմն պետք չի տենց բաներ անել, հա։ Դուք չեք զբաղվում տենց գործով։ Ընդհանրապես ես որ կարող լինեի, հաստատ կանեի ու շատ երկար կխոսեի հետները։ Միանշանակ դե գործի բերումով, այսպես ասեմ, շատ չի լինում, որ առնչվեմ հարսների հետ, զբաղվեմ բեմադրելու այլն, որտեղ գործունեությունս շատ
այլ կողմա ու շատ զբաղված են։ Իսկ փեսաները չեն ուզում ապարել, լինում է որ դիմեն պրոֆեսիոնալ ներկայանալու։ Ուզում են, բայց ավելի շատ կախված է հարցից, այս դեպքում։ Հարցը թույլ է տալիս թե ոչ։ Հարցը ուզում է որ իր հետ բարի փեսան։ Իրական այստեղ։ Հա, թե չէ այդպես որպես հասարակական նախաձեռնություն փեսաները հիմնականում չեն նախաձեռնում։ Ու այդպես է ինձ հանդիպել հիմնական այդպես էլի, ինչքան որ զբաղվել եմ։ Ինֆորմացիայի պակասը շատ կարևոր է որ լրացվի։ Դե միանշանակ հարցերի հետ կապված իրանք ավելի ինձ թվում է այսպես է PR-ի հետ կապված ու այն տարածված կարծիքները թե ինքը լսել անկերուհին տեսել է ոնց է եղել իր հարսանիքը, հա, ու ինքը ուզում է նմանատիպ ինչ-որ նման, բայց այն հիմքը ինչքան էլ դու բացատրես, կարող է հին է ու իր սրտին հաճո չէ, այսպես ասեմ։ Դե Արթուր ջան, ասում եմ, մենք քիթն էլ ենք վիրահատում Մարուսի աղջկա քթի նման։ Մենք չենք ասում, լավ, բայց իմ քիթը ինչպիսին է, իմ դեմքն ինչպիսին է, մեծ է, փոքր է։ Մենք ասում ենք, այս ինտերնետից հանում ենք նկար, տանում ենք ասում ենք, այս քթից։ Դրա համար էլ չի ստացվում, ամեն մեկը վիրահատում են 5-6 անգամ, հետո ասում են, բա ինչի չստացվեց, որովհետև դու այդ քթից էիր ուզում։ Չէիր մտածում, ես ֆիզիոլոգիապես դու կարող ես ունենալ դա թե ոչ։ Հիմա այդ նույնն է, որ մենք երևի թե չենք մտածում մեր ինդիվիդուալ տեսակի մասին, առանձնահատկություն մեր ընտանիքի, գուցե այն երկու ընտանիքների, որ հետո վաղ մյուսօր, այսպես ասած, միավորվելու են, այդ ոչ մեկի չգիտեմ, հա, դաստիարակությունը, ավանդույթները ոչ մի բան հաշվի չեն առնում, որովհետև եթե հաշվի առնեն, շատ հեշտ կկարողանան կողմնորոշվել ինչ պիտի արվի։ Երբ դու հաշվի ես առնում, ենթադրենք փեսայի ընտանիքի ավանդույթները, նիստուկացը եւ այլն, իսկ դու պիտի հաշվի առնես, եթե որոշել ես մտնես այդ ընտանիք, եւ դրա վրա ձևավորվում է ինդիվիդուալ մի դրսևորում, որը կլինի շատ տարբերվող, բայց մենք որոշել ենք չէ, որ այն մեկինը տենց էր, պետք ուրեմն տենց է, տենց լավն ա եղել։ Սաթենիկ դուք ինչ կասեք։ Դուք հաստատ որպես աղջիկ շատ եք առիթ ունենում երբ առնչվելու այս թեմային։ Իրականում չէ, որովհետև ես նույնպես նման գործունեություն այդքան էլ չեմ ծավալում, բայց կասեմ, որ հիմա մեր հասարակության մեջ ճաշակը մարդկային այնքան տարբեր է, որ ինչ երաժշտություն են լսում, ինչով են հետաքրքրվում, իրենցից արդեն միանգամից պարզ է դառնում, այսպես ասած, որ քննադատության չվերածվի, ուղղակի պիտի ասեմ, որ ամեն մեկի պատկերացումը այդ կերպարի մասին տարբեր է, դրա համար էլ արդեն նայելուց մեզ հասկանալի է դառնում, թե ով ինչ արժեքներ ունի ուղղակի։ Իսկ ինչ կարելի է անել, երբ մենք խոսում ենք հարսանեկան ավանդույթների մասին, որ ինչ պարեր կան, հա, տնից հանելից ինչ էին նվագում կամ մինչև տնից հանելը ինչ էին նվագում եւ այլն։ Ինչը օրինակ ձեռնարկում պրոֆեսիոնալ մարդը կամ խումբը, որպեսզի այդ ինֆորմացիան դառնա շատ ավելի, չգիտեմ, տեսանելի հանրությանը եւ իրեն կամած-կամած նախ գնահատեն այդ գեղեցկությունը։ Իմաստը հասկանան, օրինակ ինչի էր հենց այս երգը։ Երկի բովանդակության մասին գուցե տրվի տեղեկություն, որպեսզի հետո կամած-կամած դառնա վարակիչ։ Կա ինչ-որ բան, որ միանշանակ ես կարծում եմ, ինչ որ քանի որ համացանցը հիմա շատ արդի է, այսպես ասեմ, հա, որ բոլորը օգտվում են համացանցից, կարծում եմ ճանապարհը հենց համացանցի միջոցով, ինչ որ հոլովակների միջոցով, ուսուցողական հոլովակների, մարդկանց ցույց տալ ոնց է եղել ուղղակի, որը որ նմանատիպ ինչ որ բաներ մեր ավանդական համույթները ունեցել են, անում են, հա, օրինակ մասնավորապես համերգային ծրագրերի ժամանակ դա կիրառվում է, թե այնուամենայնիվ դուք ունեք առանձին համերգային ծրագրեր, ավանդական համույթները անդրադառնում են իրենց ծրագրերով, այսինքն հարսանեկան ծեսից ինչ որ հատված, ինչ որ նման բաներով ես որքանով հիշում եմ մասունք համույթն ունի։ Այո, մենք առիթ ունեցել ենք իրենց։ Այո, իրանք ունեն հարսանիքին անդրադարձած թեմա, ընդհանրապես ավանդական համույթները իրենք ավելի շատ պետք է անդրադառնան, որովհետև իրենք մասնագիտացված են սրա մեջ ու ավելի շատ են ուսումնասիրում։ Կարծում եմ այդ հոլովակների մասով պետք է ավելի շատ իրենք զբաղվեն ու ցույց տան ժողովրդին, որ այսպես է եղել։ Դա կա, բայց կարծում եմ հիմա դեռ հələ քիչ է, հա, ինչ որ, որովհետև շատերը չգիտեն այս մասին։ Հաստատ, շատ շատերը չգիտեն։ Անդրադառնալով համերգային ծրագրին, որը տեղի կունենա մարտի 15-ին, մի քիչ ակնարկեցինք, հա, մոտավորապես, բայց մանրամասն ինչ է սպասվում հանդիսատեսին։ Ունենալու ենք հայկական համարներ, ինչպես նաև տարբեր ազգերի, այդ թվում գնչուական, հունական, Արամ Խաչատրյանի հայտնի լեզգին կան, բացի այդ կունենանք նաև մոդեռն համարներ և դուետային,
Մեր խաղացանկային կարևոր համարներից Մոդեռնը ո՞րն է, ինչ է լինել մոդեռնի մեջ։ Մոդեռն ունենք դուետ, որը կոչվում է Կյանք, բեմադրել է մեր փորձավար Անի Մինասյանը։ Դե արդեն դասականի մի փոքր փոփոխված ուղղություն է մոդեռնը։ Այսինքն հայկական շարժումներով մոդեռն պարկ, ինչ է լինելու։ Մոդեռնը դա դասականի մի փոքր արդեն փոխված ուղղությունն է, այսինքն ձեռքերի ու ոտքերի շարժումները հիմք մնում է դասականը, բայց քանի որ Էլիասի դասական ունեն ավելի հստակ դիրքեր, դրանք արդեն չեն պահպանվում մոդեռնում ու ավելի ազատ են շարժումները։ Եվ մեր պարացանկային կարևոր համարներից վերականգնվել է մեր դարը, որը Նորայր Մերհաբյանի ամենագեղեցիկ բեմադրություններից մեկն է։ Երաժշտությունը Արա Գևորգյանինն է ու այնտեղ աղջիկների հատվածում կա դուդուկի շատ գեղեցիկ հնչյուններ ու կարծում եմ յուրաքանչյուր հայի սրտի դիպչում է այդ հատվածը։ Մենք էլ կատարելիս ամեն անգամ ամբողջ մարմնով փշաքաղվում ենք ու հուսամ հանդիսատեսը ուրախ կլինի կրկին բեմում տեսնել այդ համարը։ Քանի համար է լինելու։ Մոտավորապես 20 կամ ավելի, 2 բաժինից է կազմված։ 2 ժամ համերգ մոտավորապես։ Այո, մոտավորապես։ 1 բաժին, անտրակտ ու նորից եւս 1 բաժին։ Ամբողջ բարեկամությունն է բեմում։ Անպայման։ Հա, քանիսն են։ 33 կարծեմ թվականակով կանք, այսինքն Ինչ էլ թիվ եք։ մոտավորապես էլի կողմ ինչ որ մի բան ավել պակաս, բայց մոտավորապես այս թիվն է։ Տոմսեր դեռ վաճառքի կան։ Այո։ Շնորհակալություն, ես եւս մեկ անգամ հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, որ համերգը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 16 մարտի 16-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ես դե չգիտեմ, ժամանակին հիշում էի, որ մեր ծնողները, երբ շատ երիտասարդ էին, ու քանի որ մորաքրոջս ամուսինը պրոֆեսիոնալ պարող էր, Եթե չեմ սխալվում, հենց բարեկամությունում էր պարում, լուսահոգի է ցավոք հիմա, իրենք միշտ գնում էին համերգներին, բայց որպես կանոն միշտ խաբվում էին, ասում են, որ գնում են ատամնաբույժի, որպեսզի մեզ դե չտանեին, որովհետև մենք փոքր էինք, բայց ես հիշում եմ, որ շատ հաճախ էին գնում, որովհետև նախ մասնագիտական առումով բնականաբար, ասում եմ, պիտի գնային եւ հետո մի ժամանակ թատրոնը Եթե կար այն ժամանակ այդքան հաճախ չէին հա պրեմիերաներ եւ համերգները, այն ամենաժամանցային իրողություններն էին, որ կային մեր երիտասարդ սերնդի համար, մեր չէ, մեր ծնողների։ Հիմա իրականում դրանք շատ ավելի շատ են։ Մենք շատ ավելի շատ հնարավորություններ ունենք տեսնելու ամենատարբեր թատրոններում պրեմիերաներ, դե ֆիլմերը մի կողմ դրած, հա, համերգներ, բայց հուսամ, որ առաջվա նման լեփլեցուն դահլիճներ են լինում։ Կամ կլինեն, ասացիք այդքան շատ չի, բայց հուսամ, որ գոնե թե մեր լուսաբանման շնորհիվ առիթ կունենաք լեփլեցուն դահլիճ տեսնելու, որովհետև արտիստի համար ոչինչ պետք չի միայն ծափեր եւ տեսնել, որ այնտեղ գոնե մեկ ազատ աթոռ չկա։ Սա թե ոնց է ոգևորում արտիստին, ինձ թվում է պետք է արտիստ լինել, որ կարողանալ զգալ, բառերով փոխանցելու չի, բայց յուրաքանչյուր արտիստի համար դա ուղղակի մասնագիտական հաջողություն է եւ արված գործի գնահատական։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք, խնդրեմ։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել ձեր միամսյակը եւ ինչպես նաեւ մեր հեռուստադիտող աղջիկների եւ կանանց միամսյակը եւ սիրով հրավիրում ենք մարտի 16-ին մեր համերգին մասնակցելու հանդիսատես որպես ներկա գտնվելու համար։ Կանայք, միամսյակին կարող եք տղամարկանցից խնդրել հրավիրատոմս կամ կարող եք պահանջել, տեսեք ոնց է հարմար եւ միասին ներկա լինելու, որովհետեւ վստահ եմ, այս բարերով ասում ենք չեք հավատում, բայց եւ դու ներկա ես ու արդեն տեսնում ես այդ էներգիան այնտեղ շատ է ոգևորում ու շատ սիրուն է։ Ես մի քանի անգամ եմ առիթ ունեցել տեսնելու պարային համերգներ, դուրս եմ գալիս, միշտ ասում եմ վերջ ես գնում եմ զբաղվեմ պարով, բայց չեմ զբաղվում։ Շնորհակալ ենք ձեզ հաջողություն եք մաղթում, ուրախ ենք տեսնել ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում այս պահին գովազդ, որից հետո կշարունակենք, էլի հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու, գուցե կրթական կարելի է սրան համարել կամ, չգիտեմ, կարդացող հանրության համար հետաքրքիր թեմա, բայց նրանք ովքեր սիրում են գրականությունը, ձեզ առաջարկում ենք մնալ կենտրոնի հետ։